Խոսանք ամուսնության մասին, կան այսպիսի կարծրատիպեր, որ հայ աղջկա գլխավոր նպատակը հենց մայր կամ լավկին լինելն է, այսինքն այդ տպավորությունը կա, որ կինը իրան համարում է կայացած եւ որ ինքը ամուսնացած է եւ երեխաներ ունի։ Բնականաբար ամուսնությունը բոլորի կյանքում լուրջ որոշում է, լուրջ քայլ է, բայց մինչև ամուսնությունը, այո, երբ որ գալիս է որոշ տարիք եւ բարեկամները, եւ տատի պապիների, եւ հորաքույր մորաքույրների բոլորը օքսը քեզ ամուսնացնելն է լինում, բոլորի հարցերը նման ձևով են, կամ շրջապատը ծնողների դեն անհանգստացնում, վայ գիտես քո երեխան էս տարիքում է արդեն ինչի չի ամուսնանում, ինչի մեկը չկա որ պետքա իր հետ ամուսնացնես, բան, բայց այնքան հիմա ժամանակները փոխվել է, այլևս այն հին երևի մի 15 տարի առաջվա մտածելակերպը չի ծնողների մոտ, ոնց որ Հիմա ավելի ազատ է նման հարցում, որ հեչ կարևոր չի, որ աղջիկը 20 տարեկանում ամուսնանա, ինքը կարա 24, 25, նույնիսկ մինչև 30 տարեկանը շատ նորմալ համարեն ծնողների համար։ Ու գիտես, երբ որ այս ամեն ինչը ծնողը իր մեջ հասկանում է, իր երեխուն չի պարտադրում ամուսնանալու, ու դա չի լինում երեխայի կողմից նաև պարտադիր ինչ-որ մեկին գտնեմ ամուսնանամ։ Դրա համար ես ուղղակի աղջիկներին միայն խորհուրդ կտամ, որ երբեք ոչ մեկի ճնշումներին մի նայեք, կգա այն տարիքը, երբ որ քո կեսին դու կգտնես, իսկ ծնողներին նաև խորհուրդ կտամ, որ սառը դատեն եւ շրջապատի միջավայրի ճնշումների տակ իրանց երեխաներին չճնշեն, ինչու չես ամուսնանում, չկա մեկը կամ բնականաբար բոլոր ծնողներն էլ կուզենան, որ իրանց երեխան երջանիկ լինի։ Նման հարցում թող ոչ թե այս կարգավիճակը լինի, որ գիտես ամուսնացավ, բրծավ, չէ, ավելի լավ է այս որոշումը լինի, որ ավելի լավ է իմ երեխան մի քիչ ուշ ամուսնանա, բայց երջանիկ լինի, քան թե շուտ ամուսնանա, ամուսնացածի անունը վրան կպած լինի ու վերջ, ու որ մենակ խոսակցություններից ավարտվեն, բայց ավելի լավ է ընդհանրապես երիտասարդը երջանիկ ձևով արդեն հասուն որոշումով հասկանալով ամուսնանա, քան ուղղակի շրջապատի ճնշումների տակ ինչ-որ մի ձև ամուսնանա, գնա բրծնի, բայց դրանով չեն վերջանում, ուղղակի դրանով սկսվում է ամեն դժվարությունները։ Գանք արմատներին, կուզենայի խոսայինք ամուսնության մասին, թե դա ինչ է, դրա նպատակը ինչ է, ինչու է մարդ ամուսնանում, որովհետև շատ անգամ մանավանդ Եվրոպայում մենք տեսնում ենք մարդիկ, որ ուղղակի իրար հետ ապրում են զույգերը առանց ամուսնանալու։ Ամուսնությունը նախ երկու համատեղ տղամարդու եւ կնոջ միջև որոշումն է, լուրջ որոշումն է, իրար հետ իրենց կյանքը կապելը, օրինական ամուսնություն, այո, օրինական է համարվում եւ քաղաքացիական ամուսնությունը եւ եկեղեցական ամուսնությունը, դրա համար ես մեծ արժեքավորում եմ տալիս նման ամուսնություններին, որովհետեւ գիտես մի ժամանակ ուղղակի ասել են հարսանիք են կանում, ամուսնացել են ու մենակ այդ տոնակատարությունն է եղել, բայց հիմա նաեւ շատ ճիշտ է, երբ որ մարդիկ քաղաքացիական ամուսնություն են անում, իրենց ամուսնությունը հաստատում են, ու այդ ամեն ինչը դառնում է որոշում երկուսի կողմից, երկուսի կողմից թե ուրախ ժամանակ, թե տխուր ժամանակ միաբան լինելու, թե դժվարությունները միասին հաղթահարելու, գիտես, երբ որ դու կին ես, հիմնականում տղամարդը ամբողջ բեռը տան ընտանիքի վերցնում է իր ուսերին, դու կարող ես լինել կին, որ օգնես քո ամուսնուն օգնական լինես, որովհետև կնոջ դերը ամուսնության մեջ դա օգնական լինելն է։ Օգնական լինես եւ քո ընտանիքը ձևակերպես, քո տունը ձևավորես ու ամուսնուդ հետ օրհնված առաջ շարժվես։ Իմ համար շատ կարևոր մեծ դեր ունի ամուսնությունը, օրհնված ամուսնությունը եւ ամուսնության մեջ իմ համար կարևորությունը դա վստահությունն է երկկողմանի ու նաեւ միաձայն լինելը,
որ միաբան լինեն, միաձայն լինեն, ու այդ ամեն ինչը բնականաբար միանգամից չի լինում եւ հեշտ չի լինում, ամեն ինչը գալիս է ժամանակի ընթացքում եւ ժամանակի մեջ իրար հետ տաշվելով, հա, ոնց որ տաշում ես քարը գեղեցիկ են սարքում, այդ այնց ամուսին եւ կին հարաբերությունն է, որ իրանք մեկ լինելով տաշվում են, դառնում են մի հատ գեղեցիկ քար, որը ուղղակի կարա լինի օրինակ մյուսների համար։ Հիմա ապրում ենք այնպիսի տարաշրջանում, որ արդեն բաժանումները ավելի շատ են լինում, քան առաջ, ու իմ կարծիքով դրանից է գալիս, որովհետև հիմա շատ բաներ հեշտանում են ու կարող է մի փոքր կռիվի արդյունքը հենց բաժանությունը դառնա։ Ինչն է կարևոր այստեղ ամուր ընտանիք ունենալու համար, մանավանդ այս տարեշրջանում։ Շատ ցավ է նման իրավիճակների հանդիպելը, որովհետև ընտանիքը շատ կարևոր արժեք է։ Ընտանիքը շատ ամուսնությունը շատ կարևոր կառույց է, որ ամեն մեկս պետքա լրջորեն մոտենանք այս հարցին, որովհետև դու չես ամուսնանում, որ լավ չստացվեց, կփորձեմ մյուսը կլինի կամ այն մյուսը կլինի, չէ։ Այն քո որոշումն է, ուժեղ լինելն է, որ դու պետքա իրականում նման հարցում ամեն դժվարության մեջ երկկողմանի կարողանան հարցը լուծեն։ Գիտես, այսօր մարդկանց լսում ես, որ այնքան հեշտ բաներից են բաժանվում, որ հաստատ դժվար իրավիճակների մեջ չէին կարող իրար դիմանալ։ Դրա համար կարևոր է միաբան լինելը, կարևոր է ամեն իրավիճակի մեջ հարցերի շուրջ քննարկելը, խոսալը, հասնել նրան, որ ամեն հարցը լինի համաձայնությունով։ Ու շատ կարևոր է ամուսինների մեջ, հարաբերությունների մեջ անկեղծությունը, վստահությունը միմյանց նկատմամբ։ Դրա համար գիտես 10 տարի ենք ամուսնացած, բայց գիտես 10 տարիներում շատ բաներ ես հաղթահարում։ Սկզբից ուրիշ բաների համար ես կենտրոնանում, ուրիշ խնդիրների, հա, այդ հեշտ սովորական խնդիրների վրա ես կենտրոնանում, հետո մի քիչ ավելի դժվար խնդիրներն են գալիս, հետո ավելի դժվար խնդիրներն են գալիս։ Գիտես, երբ որ չկա մի երկկողմանի համաձայնություն ամուսնու կնոջ միջև, իրականում շատ դժվար է հաղթել դժվարությունները։ Եթե երկու կողմի համար էլ ուղղակի անհեթեթությունը լինի նստել խոսալը մի սովորական հարցի շուրջ, այդ մի փոքր հարցը կդառնա մեծ հարց։ Դրա համար ավելի ճիշտ է, երբ որ զույգերը միաբան նստում են, զրուցում են, քննարկում են, ամեն մեկը իր վախերն է բացում, խոսում, ամեն մեկը իր անհանգստություններն է ցույց տալիս ու հավատա, եթե անկեղծություն եւ միաբանություն լինի, ոչ մի ընտանիքում բաժանություն չի լինի։ Դրա համար եղեք անկեղծ, եղեք իրար վստահող ու գիտես ամեն մի փոքր դժվարությունը ձեր կյանքում թող ուղղակի մյուս խնդրի լուծումը լինի, որ այդ դժվարությունը հաղթահարել եք մյուսը ավելի հեշտ ու ավելի իմաստուն ձևով կհաղթահարել։ Հայկական տներում նույնիսկ դաժան մասը, որ կուզենայի խոսել դրա մասին, թվում է այսպես բաներ առաջ է կատարվել ու հիմի այսպիսի բաներ չի լինում։ Վերջերս նույնիսկ մի հատ դերասանուհի նկարներ հանրայնացրեց, որ իր մարդը իրան ոնց է ծեծել։ Ու շատ տարբեր կարծիքներ կան, թե ասում են հալավ ես արել, կան կարծիքներ այ չէ, դու պետք է համբերեիր քո երեխեքի համար։ Միանշանակ շատ ցավալի հարց է, բոլոր զույգերի մեջ կարա դժվարություններ լինի, բայց չգիտեմ, ես կարող եմ այս պահին ճիշտ չարտահայտվեմ կամ չհասկանամ ընտանեկան նման իրավիճակները, իմ համար սրանք շատ խորտ հարցեր են, բայց շատ դժվար է, երբ որ կինը հարվածի տակ է, շատ ահավոր է, երբ որ կինը ցածրացվում է ընտանիքում, շատ անտանելի է, երբ որ կինը ուղղակի է տանը երեխա ունենալու համար է։
ուղղակի ամուսնացել են, որովհետև ամուսնանալու համար են ամուսնացել։ Իրանք չեն ամուսնացել, որովհետև իրար սիրել են, գնահատել են կամ էլ պահի դրությամբ իրար այդ զգացմունքով ամուսնացել են ու այդ դժվարությունները, երբ որ արդեն եկել է հասել է նրան, որ կինը հարվածի տակ է, դա արդեն մեծ ցավ է։ Դա ցույց է տալիս, ելի եմ ասում, սա իմ անձնական կարծիքն է, տղամարդու թուլությունը, որ միակ ուժը կարա պատի իր սիրելի կամ կնոջ նկատմամբ, որը միանշանակ չգիտենք ամեն ընտանիք մի հատ մեծ մեր ժողովրդական խոսք է, որ ընտանիքը մի հատ առանց կտրել ձմերու կա, դու չգիտես կտրես մեջը ինչ կա, դրա համար ամեն ընտանիք իր հոգսն ու խնդրեմ ունի, այո, կինը պետքա լինի պաշտպանված տղամարդու կողմից, կինը պետքա իմանա, որ իր թիկունքում մեկը կա, որ իր գլուխը կարա դնի իր ուսերին, կինը պետքա պաշտպանված լինի, որովհետև կինը այն տեսակն է, որ եթե չջրես, չի ծաղկի, եթե տեր չլնես, ինքը ուղղակի կթոռոմի, այսինքն իմ կարծիքով, որ ընդհանրապես զույգերի մեջ հարգանքը միմյանց նկատմամբ պետքա ամենակարևոր դերը ունենա։ Իր հարցազրույցի մեջ տեսա, ինքը նաև ասեց, ես ուղղակի բաժանման գնացի, որովհետև ես չէի ուզի այդ նույնը կրկնվի իմ տղաների հետ, որ իրանք այս պատկերով մեծանան, որովհետև շատ անգամ, ոչ թե շատ անգամ, միշտ ընտանիքը դառնում է մեծ տեր իր երեխաների համար, որ ինքը պատկեր է թողում, հետ կա թողում։ Այո, շատ մեծ տեր ունի հոր դերը ընտանիքի երեխաների համար։ Շատ ժամանակ աղջիկները, տղաները, աղջիկները օրինակ են վերցնում իրանց մամաներից, տղաները իրանց պապաներից, եթե երեխան ընդհանրապես աղջիկ լինի, թե տղա տեսնի, որ իրանց հայրը շատ վատ է վերաբերվում իրանց մոր նկատմամբ, բնականաբար տարիների ընթացքում այդ երեխաների մեջ դա է սերմանվելու։ Եթե տեսել է, որ իրանց հայրը միշտ խոսել է արհամարանքով, գոռալով, առանց հարգանքի, նմանաբար կրկնվելու է, երեխան անելու է իր կնոջ հետ կամ իր ծնողի հետ միանշանակ։ Դրա համար շատ մեծ դեր ունի, թե ոնց է կինը տղամարդու հետ խոսում երեխաների մոտ եւ տղամարդը ոնց է խոսում կնոջ հետ երեխաների մոտ։ Դա մեծ ապագա է ձևավորում երեխաների համար։ Եթե մի փոքր օրինակ կբերեմ, եթե հանկարծ իմ տղաները Դանիելը կամ Դավիթը մի փոքր փորձեն իմ հետ բարձր տոնով խոսեն, Ռուբենը միանգամից զգուշացնում է, որ ձեր մայրն է, միանգամից ներողություն խնդրեք, որովհետև այդ բանը եթե չսերմանես երեխու մոտ, երեխան ինքը էդի դարձնելու է բնավորություն։ Իմ կարծիքն է, որ պետքա համենայն դեպս ամեն ժամանակ թեկուզ այնքան ջղայնացած ես, որ պետքա խոսաս այդ բան մի քիչ էլ բարձր, համենայն դեպս առանց երեխաների ներկայությամբ ու այդ հարցերը ձեր խնդիրները առանց երեխաների ներկայությամբ, որտեղ դա մեծ դեր ունի դաստիարակության մեջ ու երեխայի հետագա վարմունքի նկատմամբ։ Ամուսնության մեջ եվրոպական ընտանիքներում միշտ չգիտես ինչի հավասարությունը մեծ տեր ունի, որ ինչի չէ նաև տղամարդն էլ թող ճաշ սարքի, ինչի չէ նաև կինն էլ գնա աշխատանքի։ Ես մի անգամ գործատեղից եմ լսել, թեման ամուսնության մասին էր, այդ մարդը չի ուզում ամուսնանա այդ կնոջ հետ, բայց երեխաներ ունեն իրար հետ, կինը մերժում է գնա ֆիզարցակուրտ ու ուզում է ինքն էլ աշխատի ու տղամարդն էլ աշխատի ու այդ ամեն ինչը իրար մեջ սենց բաժանեն ու հենց տղամարդը դրանից էր նեղվում ու ուզում եմ դրա մասին խոսենք ինչքանով է կարևոր այսպես ասած gender roles-ները որ տղամարդը իր պարտականությունները ունի իսկ կինը իր պարտականությունները ունի ընտանիքի մեջ գիտես հավասարություն ասվածը, եթե ընտանիքում պետքա լինի, որ կինը ու տղամարդը պետքա ամեն հարցում հավասար լինեն, ուրեմն ինչ որ միտեղ սխալվելու են ու գալու է խնդիրն ու կռիվները,
ամեն բան կարա լինի այնքան գեղեցիկ, որ ոչ մեկ չնկատի այդ հավասարությունը կամ տղամարդու բարձր լինելն ու կնոջ ցածրությունը։ Ընտանիքը այնտեղն է, որ պետք է իրար նման լինեն, ոչ թե իրար հավասար կամ բարձր կամ ցածր։ Գիտես, յուրահատուկ է կինը իր կին լինելով, տղամարդը իր տղամարդկությունով։ Եթե կինը տղամարդու մոտ պաշտպանված չեղավ, ինչ որ միտեղ կինը իր ընկերների մեջ, իր ծնողների մեջ փորձելու է այդ իր ապահովությունը գտնի, նույնն էլ տղամարդը։ Դրա համար ընտանիքում պետք է լինի այդ ամեն ինչը բալանսավորված, որպեսզի չգա, որ գիտես մի օր կինը չհասցնի ինչ-որ մի բան, տղամարդը կարողանա այդ առիթից օգտվել, կամ հակառակը, տղամարդը մի օր այնց իրավիճակի մեջ լինի, որ կինը փորձի ցածրացնի տղամարդուն։ Դրա համար իմ կարծիքն է, որ այս ամեն ինչը միաբան պետք է լինի, ամեն ինչը պետքա գեղեցիկ ծածկվի։ Ընտանիքը այնտեղն է, որ դու կարաս մի օր քո թերությունը, մի օր տղամարդը քո թերությունը ծածկի, կինը տղամարդու թերությունը ծածկվի։ Այդ ամեն ինչը ոչ մեկ չզգա։ Ամեն ընտանիք իր խնդիրը ունի, ամեն ընտանիք իր խնդրեմ ունի։ Բայց եթե կինը չեղավ ընտանիքում օրգնականի դերը, ուրեմն այդ բալանսը չկա։ Այդ հարգանքը միանշանակ մի երկկողմանի պետքա շարունակաբար լինի։ Իմ կարծիքով հավասարություն զույգերի մեջ չի կարա լինի։ Միայն հարգանք, պատվել եւ պաշտպանել մի երկկողմանի։ Հավասարությունը, որովհետեւ օրերից մի օր կգա, կինը կթուլանա, օրերից մի օր կգա, տղամարդը կթուլանա, ու այս դեպքում հավասարությունը արդեն նժարի վրա կլինի։ Այն վերևինը կարողա ցածրացնի ցածրընկածին ու արդեն չլինի այն անկեղծությունն ու գեղեցիկ ընտանեկան մթնոլորտը։ Դրա համար ոչ թե փորձեք հավասարություն պահել, այլ ուղղակի ձեր տան մթնոլորտն ու ուրախությունը ու խաղաղությունը միմյանց ծածկելով, իրանց բարձրացնելով, կարճ ասած միաբանությունը։ Միաբանություն։ Միաբանության մեջ կշիռ պետք չի դնել, բարձր ու ցածրի։ Միաբանությունը դա մեկ լինելն է։ Աստծո պատկերով կինը ինչպես է լինում։ Աստծո պատկերով կինը մենք շատ սիրուն կարդում ենք առակաց գլուխը, որ խոսում է իմաստուն կնոջ համար, որ իմաստուն կինը կսարքի իր տունը, կշինի իր տունը, ու հետո նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ խոսվում է կինը, որ պետք է հնազանդ լինի իր ամուսնուն եւ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց։ Այսինքն, գիտես, երբ որ կա հնազանդություն, կա նաև սեր։ Եթե կա հարգանք, կա նաև պատվել։ Այսինքն ամեն ինչը փոխարժեք է, այսինքն դու կարում ես մեկը մյուսով փոխարինել։ Դրա համար պետք է կինը իր դիրքում լինի ընտանիքում, որպես օգնական, տղամարդը իր դիրքում է։ Եվ իմ համար կարևոր է, երբ որ կինը օգնական է լինում տղամարդուն։ Այդ ընտանիքում ամենադժվարն էլ հեշտ է դառնում։ Երբ որ կինն ու տղամարդը միաձայն են իրար հետ, այդ ընտանիքում համերաշխություն է լինում։ Անկախ նրանից դժվարություններից ու իրավիճակներից։ Դրա համար կանայք լինենք իմաստուն ու հնազանդ մեր ամուսիններին, ու վստահ եմ հնազանդությունը ու իմաստությունը կտանի նրան, որ ձեր ամուսինները միշտ կսիրեն ու կպատվեն ու կհարգեն ու կլինեն պաշտպան, ու այն ուսը ու թիկունքը, որ կարող ենք մենք վստահել։ Մի անգամ ես հիշում եմ նոր տարվա շրջանում մենք մեր եկեղեցում տոնակատարություն ունեինք եւ սենց խաղեր էին կազմակերպել ու այդ խաղը կար, որ զույգերը նստում էին ու կոշիկներով պատասխանում էին ով է անում ու կնոջ կոշիկն են հանում, ով է տանում կամ տղամարդու։ Ու սենց հարց կար, որ ով է որոշումները անում ձեր տանը ու ձեր երկուսի ձեռներն էլ սենց ներքև էր, հա, ու այնտեղ ասեցիք, որ Աստծով ենք մենք մեր որոշումները առնում ու կատարում։ Դա շատ տպավորիչ էր իմ համար, որ երբևէ մի 7-8 տարի առաջ երևի կլինի ու սենց հարց ունեմ, ինչքանով է կարևոր հենց այդ աստվածային հիմքը ձեր ամուսնական կյանքում եւ ինչքանով է ինքը ձեզ օգնել ձեր լինի դժվար իրավիճակների մեջ, թե լինի բարձր, թե լինի ցածր,
Ես անկեղծ կլինեմ, մեր համար իրականում շատ կարևոր դեր ունի Աստված, ծառայություն, հարաբերություն դեպի մեր եկեղեցին, ընդհանրապես վերաբերմունքը մեր հոգևոր կյանքին երկկողմանի եղել է միանշանակ առաջնայինը։ Մեր կյանքում մի հատ ցենց որոշում է եղել։ Առաջ Աստծո արքայությունը փնտրենք եւ ամեն բան կտրվի մեզ։ Ու գիտես, այդ որոշումը Աստված մեզ օրհնում է։ Երբ որ մենք այն ամենադժվար իրավիճակի մեջ էլ առաջնային կետը տվել ենք Աստծուն, միանշանակ ամեն բան իր հսկողությունով ու օրհնությունով մեզ տրվել է այն ինչ որ մենք ենք ցանկացել։ Ու ես շատ ուրախ եմ, երբ որ մեր կյանքը վստահված է ու ապահովված է մեր որոշումով։ Այսինքն մեր որոշումն է առաջ Աստծո արքայությունը ու հետո ամեն բան տրվում է մեզ ու փառք Աստծուն։ Ու այսօր, մինչև այսօր մենք Աստծուց հիասթափություն չենք ապրել, որովհետև ինքը իր խոսքի ու խոստմունքի հետևն է։ Դրա համար ես իմ խորհուրդը մյուս զույգերին միշտ է դա, որ առաջինը Աստծո արքայությունը փնտրեք ու գիտեմ, Աստված ձեզ էլ ամոթով չի թողի։ Դա մի հատ այնց վստահություն է, որ ուղղակի չես կարա ուղղակի զուր խոսքեր ասես, դրանք ուղղակի կյանք են, որ դու տեսել ես Աստծո օրհնությունով, հավատարմությունով։ Հավատարիմ եղեք ինձ, եւ ես հավատարիմ կլինեմ ձեզ, մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Գիտես, դա եղել է մեր ամուսնության հիմքը, մեր հարաբերության հիմքը։ Դրա համար ես ելի եմ տալիս ասում, որ կան միշտ էլ դժվարություններ ու փորձություններ, բայց այդ ամեն ինչը հաղթահարում ենք Աստծով եւ Աստծո խոսքով, միաբանությունով, սիրով, վստահությունով։ Սահմանափակենք սրանով, ինչն են ուժեղ հարաբերությունների կարևոր սյուները, հիմնական սյուներից կարող եմ ասել, որ վստահությունը, անկեղծությունը, միաբանությունը, սերը, հավատքը ու այն հավատարմությունը, որ միմյանց նկատմամբ կա։